Բայց Բա ինչ էի կանում։ Բա ինչ էի կանում։ Դու էր արանքը։ Չէ, լուրջ էլի ձեր ընտանիքի անդամների հետ մեկը տենց խոսար, ինչ կանեիք։ Փողոցում ձեր ընտանիքի անդամների հետ մեկը տենց խոսար, ինչ կանեիք։ Քո հետ ամեն ինչ նորմալ է հիմա։ Ձեր հետ ամեն ինչ նորմալ է։ Իմ հետ ոչ։ Ասեմ խի։ Ինչի։ Ասենք դու ինչ ես խոսում հիմա իմ հետ։ Ես ձեր արարքի մասին եմ խոսում։ Ես լրագրողներին վիրավորել եմ։ Բայց վիրավորանք չի։ Ձեր շրջապատում հայոյանքը ինչա կոմպլիմենտ։ Իմ ընտանիքը ինչ կապ ուներ հետո որ դու իմ ընտանիքն ես խառնում այդ կոնտեքստի մեջ։ Մի վարքյան այդ մարդիկ էլ են, չէ՞ ընտանիքի անդամ։ Դու հիմա։ Այդ մարդիկ ում դուք հայոյել եք ընտանիքի անդամ չեն։ Չէ, մի հատ հանգստացին եմ մի հատ։ Մանդատը վայր եք դուք դնելու ձեր պահվածքի համար։ Դուք մանդատը վայր եք դնելու ձեր պահվածքի համար։ Դե սպասենք, հենց հիմա հրաժարվեք ձեր մանդատից։ Ինչի՞ համար։ Որովհետև բարոյական բոլոր նորմերով եւ որպես падգամավոր նաեւ պարտավոր եք ձեր մանդատը վայր դնեք։ Բարոյական մի վարքյան էլի, ներողություն։ Բարոյականության տեսանկյունից, Անի ջան, հենց հիմա բարոյականության սահմանները դուք եք խախտում, հիմա այդ թվում նաև որպես լրագրող։ Ինչը, որ պահանջում եմ ներողություն խնդրեք իմ գործընկերներից, հայոյելու համար ինչի համար։ Ո՞մ հայոյել։ Ես դրեցի, դուք լսեցիք։ Ի՞նչն եմ լսել ես։ Դուք լսեցիք ձեր հայոյանքը։ Հələ մի հատ դրեք։ Լավ էլի։ Փոխանակ ներողություն, այդքան Անի ջան, մի հատ հələ մի վարքյան, էլի խնդրում եմ, հասկացանք։ Բայց հասկանում եք, որ դուք ինձ անհարմար դրության մեջ եք դնում, հիմա այսքան կամերայի հանդեպ, թողեք ես խոսում եմ այս մարդկանց հետ։ Պարոն Ղալումյան, ախր Հիմա եթե ես սխալ կլնեմ, ինչից եք զարմանում, ձեր շրջապատն եք, քպենա, պարոն Ղալումյան, դուք գնացեք, էլի խնդրում եմ ձեզ, պարոն Ղալումյանի խոսացեք հիմա։ Չէ, դուք պիտի ձեր արարքի համար ներողություն խնդրեք ու ձեր մանդատը Դուք հասկանում եք, դուք ավելի վատ բան եք սարքում, քան թե այս մարդիկ են անում։ Իրանց խաղն եք խաղում հենց հիմա։ Բոլորդ։ Անի ջան, մի հատ էլ ասա։ Մի հատ էլ եմ ասում, նախ ներողություն խնդրեք, պարտավոր եք որպես падգամավոր առաջին հերթին ներողություն խնդրել, որպես տղա պարտավոր եք ներողություն խնդրել, մանդատն էլ վայր պիտի դնեք։ Մի վարքյան, պետք է կողմնորոշվես։ Ասեցի այդ երեքը միասին պիտի անեք։ Այդ սաղ միանգամից իրար հետ։ Հա, սաղ միանգամից իրար հետ, այդ հայոյելը գիտեք, դրա հետևանքները չգիտեք։ 26-ին իշխանությունը փոխվել է, խեմ ես մանդատս վայր դնում։ 26-ին իշխանությունը դրամ արեք խմած։ Խմած ինչ կապ ունի։ 26-ին իշխանությունը փոխվելու է։ Դու ինձ ասում ես։ Դու ինչ ես խոսում իմ հետ հիմա։ Ինչի համար։ Ինչի համար ես խոսում այդքանը։ Բա ինչ ասեմ։ Ինչի համար ես դու այդքան բան անում։ Ուզում հասկանամ տրամաբանությունը քո արածի էլի։ Հա, դուք բայց ուզում հասկանամ տրամաբանությունը։ Էդ է ճշմարտությունը քո արածի կոնտեքստում, որպես տղա։ Դրանից եք տխուր։ Մի րոպե, դուք падգամավորին հարվածում եք անձեռն մխելություն ունի։ Եկեք վաղը էլի, եկեք վաղը էլի խուլիգանություն ես անում արդեն լուրջ եմ ասում։ Մի արա, հա, ինձ բռնել են ոչինչ Չէ, մենք վաղը շարունակենք։ Եթե կարիք լինի, եւ պարոն Գաբրիելյանը կխնդրի, եւ պարոն Գաբրիելյանը կխնդրի, բայց հիմա եկեք Անի ջան, երբ որ հայոց լրագրողների որևէ մեկը դուրս եք գալիս ու ասում եք տգեղա, Տգեղա, քո արածը, պրոստը տգեղա։ Պրոստը տգեղա քո արածը։ Ինչն է իմ արածը տգեղ։ Ձեր արածը տգեղ չի, իմ արածը տգեղա։ Պրոստը տգեղա։ Այդքան վաղը կլինի շարքան ուժ գտեք ձեր մեջ, ներողություն խնդրեք ձեր արարքի համար։ Որ արարքի համար։ Դուք պատկերացնում եք, ասում եք 26-ին չեք լինի իշխանության, բա 26-ին չեք լինի իշխանության, փողոց դուրս գաք ձեր արարքի համար, ձեր ինչ կանել է։